Բարի երեկո, անկեղծ ասած մեր մտքով չեր անցնում, որ այսքան հանդիսապես պիտի ունենա, այստեղ մեկ երկու տեղ եմ տեսնում, օգնեք, որտեղ չունի տեղավորվի։ Իմ շատ սիրելի հանդիսապես, Իգնայթ Պարոնայ, ահա այս փոքրիկ ֆիլմով, 45 վայրկյանանոց ֆիլմով 1895 թվականին դեկտեմբերի 28-ին Փարիզում կապուցիների հրապարակի վրա Լեգրան կաֆեում նկողում Լումիեր եղբայրները ցուցադրեցին այս փոքրիկ ֆիլմը եւ այս ֆիլմը ազդարարեց արվեստներից ամենաերիտասարդ, ամենանոր սինեմատոգրաֆ կոչված, ուրեմն արվեստի մի նոր ճյուղ, որը այսօր արդեն 130 տարեկան է։ Մենք պիտի նշեինք հունվարի 28-ին, բայց մի ամիս ուշացումով, որովհետև նոր տարի էր, դժվարություններ կար, եւ որոշեցինք այնուամենայնիվ Հայաստանում նշենք մենք այս հոբելանը։ Ուստի այս առիթով ես ուզում եմ շնորհավորել բոլոր կինեմատոգրաֆիստներին, կինոգործիչներին այս հրաշալի տոնի հոբելանի առիթով։ Գիտեք, այս 130 տարվա երկարացիկ տարիների ընթացքում ի հայտ եկան մեծագույն անուններ կինոգործիչների։ Չապլին, Բաստեր Կիտոն, չգիտեմ, Ֆրանսիայում Մարսել Կարնե, Ֆրանսուଆ Տրուֆո, Ժան-Լյուկ Գոդար, Անտոնիոնի, Վիսկոնսի, Ինգմար Բերգման, կարելի է շատ թվարկել։ Հայ ազգի կինեմատոգրաֆիստներն ձեր չմնացին եւ համարեցին այս շարքերը համաշխարհային կինոյի, Հոլիվուդում, Ամերիկայում Ռուբեն Մամուլյան, Ֆրանսիայում Անրի Բերլոյ, Ռուսաստանում Կարեն Շախնազարը, Հայաստանում Փարաջանը, Պելեշյան, Ուկրաինայում Ռոման Բալայան, իրենք նա այսօր դահլիճում է, իր ներկայությամբ պատմելուց Սակայն մի անուն ուզում եմ ես առանձնացնել, որը եւ դերտապաճառ եղավ, որ ես այսօր կանգնած եմ այստեղ եւ ինձ նույնպես անվանում եմ կինեմատոգրաֆիստ։ Որովհետև ինձ համար կինոն սկսեց երկու ֆիլմով, Ճանապարհ ֆիլմը, Լաստրադա եւ Կաբիրեի գիշերները։ Եվ շատ խորհրդանշական է, որովհետև մեկը աշխարհ եկավ 54 թվականին Ճանապարհ ֆիլմը եւ 57 թվականին Կաբիրեի գիշերները։ Իսկ ես ծնվել եմ ուղիղ արանքում։ Այսինքն մի տարի առաջ ինձ ծնվելուց առաջ աշխարհ եկավ Լաստրադան, իմ ծննդից մի տարի հետո Կաբիրեի գիշերները։ Այսինքն կինոն սկսեց ինձ համար դերասանական վարպետությունը սկսեց Ջուլիետտա Մազինայից, ռեժիսորը սկսեց Ֆելինիով եւ շարունակվեց նույն հեղինակի եւս մի հանճարեղ ֆիլմով, որի վերնագիրն էր շատ տարօրինակ վերնագիր «8 թուրքես»։ Եվ այսօր, քանի որ մենք տոնում ենք համաշխարհային կինոյի 130-ամյակը, հայկական հողի վրա, հայկական հաստատությունում, Հայաստանի կինոյի տանը, ես որոշեցի իմ ֆիլմերից մեկ առանձնացնել եւ պատահական չի, որովհետեւ բոլոր ֆիլմերի, տասնյակ ֆիլմերը մեծ մասը նվիրված է այս կամ այն երևույթի հիշատակին։ Օրինակ Տեր Ողորմյա ֆիլմը նվիրված է իմ քաղաքի խենթորդիներին, ասել է թե մտավորականությունը, Դրության սիմֆոնիային հայրիկի հիշատակին, Քրմոհին մեր նախնյաց հիշատակին, եւ ես որոշեցի մի ֆիլմ անեմ մի անձի, մի հանճարեղ երևույթի, որի առաջ միշտ ես իմ խոնարհում եմ բերել Ֆեդերիկո Ֆելինի եւ Ջուլիետտա Մազինայի։ Այսօր մենք կդիտենք ֆիլմ, որի վերնագիրն է «Ձայն լռության», որը եւ նվիրված է Ֆելինի եւ Մազինայի հիշատակին։ Հիմա ես պիտի խնդրեմ կինոխմբին բարձրանալ Մարիամ Դավթյան, ուր ես։ Հիմա ես ես չեմ տեսնում, Սահակյանի Սահակյան, ոտեք Իլյան Բաղինյան, ֆիլմից էլ ով կա ֆիլմից, Գուրգեն Խանջյան, գնաց Գուրգենը։ Որ եթե
Բանը կարել, այնտեղ հոտի վրա մարդիկ կան, հա, ձերքով հրավիրեք տորտանուստան, հա։ Էլով կար, ֆիլմից ով կա ուրիշ։ Մարիամ, այջ։ Սուրեն Ադամյան, ուր, հատուկ հրավեր։ Ներով կա, միան նայեք, ներոնցից մեկը կա, ուստե չնայած բոլորն են ներոնք, հա, դեմոստին է ստեղ չի չոն։ Լավ, Ժորժ ջան, ուրեմն ես ներկայացնեմ, հա, հետո երկու հոգու խոսք կտամ, քանի որ ես միշտ համարվել եմ կնամեծար տղամարդ, կանանց խոսք կտամ, որտեղ չեմ կարող կանանց խոսք չտալ այսօր, հա։ Ուրեմն գլխավոր դերակատարուհի Մարիամ Դավթյան։ Ֆիլմի տնօրեն ոստիկանության գնդապետ Սուրեն Ադամյան։ Հետո պատմիչ։ Ֆիլմի գործադիր պրոդյուսեր Սահականուշ Սահակյան։ Եվ իմ անբաժանելի, երբ որ ասում եմ ֆիլմ է սկսելու, ասում եմ կսկսեմ մի պայմանով, եթե մոնտաժը ես անելու եմ Տիգրան Բաղինյանի հետ, որտեղ ինք ինձ համար ասում եմ չկան անփոխարինելի, բայց իմ կյանքում ինքը անփոխարինելի է, որտեղ վերջի իմ կյանքի 4 ֆիլմեր իրար հետ են կարել։ Իսկ հիմա սիրելի ընկերներ, իմ հարազատներ, խոսքը տամ մի մարդու, որին դուք 2 ժամ 5 րոպե վայելելու եք էկրանի վրա։ Գլխավոր GG-ի դերակատար Մարիամ Դավթյան։ Բարի երեկո, քանի որ 5 րոպե ինձ եք վայելելու, ես կփորձեմ շատ կարճ ասել ինչ որ ուզում եմ, քանի որ համաշխարհային կինոյի ներված այսօրվա ցուցադրությունն է, ես ուզում եմ մի քիչ խոսել դերասանի պրիզմայից, քանի որ նաև դահլիճում իմ գոլեգաներն են, ողջունում բոլորին, ինչ եմ բարևել։ Մենք դերասաններով հավերժ սպասման մեջ ենք, հավերժ և հավերժ, անընդհատ սպասում ենք նոր դերի, նոր առաջարկի, առաջարկը ստանալուց հետո կհաստատվի թե չէ, հենց հավերժ ինչ-որ սպասումների մեջ ենք ու դա իհարկե կախված է և աշխատասիրությունից, և ցանկություններից, շնորհքից, տաղանդից և այլն, բայց ամենագորոշիչը ի վերջո դա ոնց որ ասում են դերասանի բախտն է։ Իմ բախտը բերել է։ Այսօր ես հաստատ կարող եմ այդ ասել, որովհետև մոտավորապես 30 տարի առաջ Վիգեն Չադրանյանը ինձ տեսավ մետրո թատրոնի բեմում և նկատեց, և երևի թե հավանել էր իմ խաղը, և տարիներ անց 2011 թվականին հենց իմ ծննդյան օրը ես դեռ չեմ ստանում առաջարկ, ստանում եմ զանգ Վիգենից, իմ ծննդյան օրը նա չգիտեր այդ օրը, որ իմ ծնունդն է, և առաջարկ եմ ստանում փորձել GG-ի դերը, դեռևս այն ժամանակ GG չէր կոչվում, այլ այծենիկ, որովհետև պիեսը կար, իհարկե ես խաղում եմ իրար, Վիգենը տալիս են ինձ պիեսը, ու ասում է, տալիս ենք ես ժամանակ, ես գնում եմ Ամերիկա և դու փորձիր, ես փորձում եմ, տվայտվում եմ, մեկ ամիս մոտավորապես անց, Վիգենը գալիս է տեսնում է, թե ես ինչ եմ արել, ասում է, օքեյ, ինչ-որ որոշ ժամանակ հետո փորձում ենք և Վիգենը հանձնում է ինձ այս տուփը։ Բացեք, խնդրում եմ։ Լավ, էլի, ես Վարդանի օրինակն ես անարել։ Բայց ես չգիտեմ ինչ անեմ սարել։ Վարդանը ծննդյանս տարեդարձին վերադարձրեց իմ նվերը, Համլետի թուրը, որ տվել է իրան։ Հիմա բայց ես ես քարը չեմ Քարի վրա գրված է GG։ Ես քարը ես վերցնեմ ինձ ու մտածում եմ այս տուփը ինչ անեմ, վերադարձնեմ ես սպասեմ։ Միշտ դու այս քարը Ռեժիսորներին փաստի առաջ եք։
Ես ուզում եմ մի բան էլ ասել, քանի որ նախ նվիրված աշխարհային կինոյի 330-ամյակին նշել, որ Վիգեն Շադրանյանը կարելի ասել եզակի ռեժիսորներից է, որի ֆիլմերում երկու անգամ կինը կենտրոնական կերպար է, ձայնադրության ջիջի կերպարը և քրմու մեզրոպյանի կատարման քրմու կերպարը, բրավո, շատ կարևոր թեմա է, որը ես կարծում եմ, որ մեծ բաց է մեր հայկական կինո, շնորհակալություն։ Շնորհակալ եմ Մարիամին, ես պիտի ասեմ, որ իսկապես մենք բացառիկ քանի ամիս ենք նկարում, մեկ, երկու, դժվարին ճանապարհ անցանք, բայց այսօր երջանկությամբ եմ հիշում, թե ինչ դժվար ճանապարհ ենք անցել մենք Բուսյայի հետ, ամբողջ աշխարհը իրան Բուսյա գիտի, ուրեմն մանկուց իրան Բուսյա են անվանում, բոլորիդ համար Մարիամ Դավթյանը, բայց մեզ համար Բուսյա, որտեղ երբ որ փոքր էր, այսպես մեծ աչքերն էր, հիմա էլ պակասի չէ, ասում են ու լազակա Բուսինքի, դրա համար դες Բուսյա էր մնացել։ Իսկ հիմա ես ուզում եմ ևս մի տիկնոջ ձայն տալ, որ իմ կյանքում ոչ մեկի համար գաղտնիք չի, բոլորը գիտեն, որ բացառիկ դեր է խաղում իմ մեծագույն օգնական, իմ հավատարիմ ընկեր, վերջի 2 տասնամյակը, 20 տարի առաջ Քրմուի նկարանումների ժամանակ Գառնիի տաճարում մոտեցավ ինձ մի զբոսաբար Բրազիլիայից ինչ-որ տուրիստներ էին, մոտեցավ, ասեց պարոն Շադրանյան, ես ուզում եմ ծանոթանալ ձեզ հետ ու դրանից հետո ուրեմն 1 ամիս կամ 2 ամիս հետո հոդված գրեց ֆիլմի մասին ու այդ օրվանից մենք դարձանք ընկերներ, հետագայում ինքը դարձավ իմ ֆիլմերի գործադիր պրոդյուսերը եւ այս ֆիլմը 5 գիրք, այդ 5 գրքերի խմբագիր այնքան դժվար է Սահական Սահակյանի դրսևորումները թվարկել եւ լրագրող եւ խոսքով սարսափելի խելացի ինտելեկտուալ մի կին, բայց ինչն էր հետաքրքիր, ֆիլմը որ կսկսվի գնում է բանա production-ը, VS and Tigers Film Production։ Այսօր իմ կողմից պաշտելի Ռալֆ Երիկյանը իր խոսքը ըղեց բարևներ բոլորին, ողջույնի, ցավոք այսօր չէր կարող գալ, որտեղ իր ընտանիքով ոգելան է։ Եվ ես հիշում եմ, երբ Մայեստրո ֆիլմը ինքը եկավ նայեց իմ տանը, ասեց հաջորդ ֆիլմը նույնպես ես հովանավորում եմ։ Եվ ծնվեց այս ֆիլմը, բայց հետո պայման դրեց, ասեց անպայման միան ՍՊ դարձել, որ ես գումարը կարողանամ փոխանցել։ Ու ես հիշում եմ, երբ մենք Սահականուշի հետ, ուրեմն ես միշտ մեքենաս լվանալու տալիս է կենտրոնաբանական այգու կողքը։ Ուրեմն մեքենան թողեցի մի 40 րոպեով մինչև կլվանան, ու մենք քայլեցինք սենց կենտրոնաբանական այգով, եւ շատ եմ սիրում այդ կենտրոնաբանական այգին, որտեղ շատ բան կա կենտրոններից սովորելու իդեալասը եւ պլաստիկայի առումով բան։ Հիմա այս նոր ֆիլմում ես դա օգտագործել եմ, նոր սցենարու, այլևս Օթելոն զբաղմունք չունի սցենարում, որտեղ հերոսը գայլերից սովորում է պլաստիկա, որտեղ Օթելո պիտի խաղա։ Եվ ուրեմն ասեցի Սահականուշ, ուրեմն պարոն Երիկյանը ասեց պայմանադրեց, ՍՊ պիտի բացենք, ուրեմն պիտի բացեք դուք, բայց ասեց պատասխանատվությունը շատ է, բան ես համոզում եմ ինքը ասում ոչ, ես համոզում եմ ինքը ասում ոչ, հետո ես մտաբերեցի, որ կանգնած ենք 2 վագրերի վանդակի մոտ, ու այս վագրերը անընդհատ գնում գալիս էին ու զարմացած մեզ էին նայում, մռնչում էին, ինչ-որ բան էին անում։ Ի խոսքով հետագայում production-ը կոչվեց VS and Tigers Film Production։ Առաջին անգամ եմ ես գաղտնիքը բացել։ Ովքեր որ նայում են չեն մտածում, չեն հարցնում Tigers-ը ինչ կապ ունի։ Բայց բուսալը չգիտեր։ Ուրեմն Վիգեն Սահականուշ VS and Tigers, այսինքն այդ սկիզբ դրվեց այդ production-ին գազանանոցում, կենտրոնաբանական այգու, վկաներն էին այդ 2 վագրերը, հզոր, որոնք այսպես իրարամերժ դրում գալիս էին այդ բանդակում ու չէին հասկանում այս կին տղամարդ ինչի մասին են վիճում։ Ես ասում եմ, պիտի ստեղծենք, որովհետև այդ մարդը պայմանադրել
Մենք պետք է սպասենք ստեղծենք, որ այս ֆիլմը անենք եւ այլն, այդ դրա մասին ոչ մեկ չգիտեր, բացի ինձ Սահականուշից։ Մի խոսքով VS and Tigers Film Production-ի հիմնադիր նախագահ, այս ֆիլմի գործադիր պրոդյուսեր Սահականուշ Սահակյան։ Ողջույն, հարգելի հանդիսատես, շնորհակալություն, որ կինոսրահը ջերմացրել եք ձեր հաճելի ներկայություն։ Կախորում ու խորհրդավոր մի երևույթ լրություն, որն իմաստավորվում ու աղաղակում է Չալդրանյանի ֆիլմերով։ Ֆիլմեր, որոնք չունեն վաղեմության ժամկետ, չեն կորցնի մարդիականությունը, քայլում են ժամանակի հետ համահունչ, գուցե նաև ժամանակից առաջ են ընկնում։ Վիգեն Չալդրանյանի ձայնորության ֆիլմը փորձ է լսելու այն, ինչը հաճախ անտեսում եք, զգալու այն, ինչը դժվար է արտահայտել բառերով, եւ հիշելու, որ ամեն լրության մեջ կա մի պատմություն։ Ֆիլմը ծնվել է այն խոր հավատից, որ լրություններ է օրինակ խոսելու, երբ մատուցում ես իրական ու հուզիչ պատմություն։ Լրության մեջ ես լսում հոգուտ ու խղճի ձայնն է, թեև շուրջը համակրած աղմուկ է։ Ստեղծագործական երկար ու ձիգ ճանապարհին պարոն Չալդրանյանը կարողացավ լրություն վերացական գոյականը դարձնել թանձրացական գոյական, շոշափելի ու տեսանելի, ու այս առարկայական լրությունն է, որ օգնում է խլացնելու ժխորը, անբարտակելու պղտոր հեղեղը, փրկելու տգիտության, չարիքի, տիրադավության համաճարակից, առավել ևս առաջավորած հինգօրյա պահքի օրերին, պահ, որը խորհրդանշում է Սուրբ Հոգու շնորհով, Սուրբ Գրիգոր Լուսավորչի ջանքով հայոց մեծ դարձը 1725 տարի առաջ։ Սա է պարոն Չալդրանյանի գերբնական ուժը։ Դե իսկ Մարիամ Դավթյանի անմնացորդ նվիրումներին անգնահատելի է, խորին երախտագիտությունս եմ հայտնում ֆիլմի ստեղծագործական և տեխնիկական ամբողջ անձնակազմին։ Իդեպ հայկական Վիկիպեդիայում ձայնագրության էջը ֆիլմը էջ ունի առանձին, կարելի է հավելել հետաքրքիր փաստեր ենթաբաժինը, որի ներքո արձանագրել հետևյալը։ Երանելի օրեր ապրեց ձայնորության ֆիլմը, իդեպ պարոն Չալդրանյանի ֆիլմերից միակը, որ 2013-ին ցուցադրվեց Մեծ հայքի 10-րդ նահանգում Արցախ աշխարհում։ Իհարկե այսօր չեն կարող լրության մատնել կարևորագույն պատմական մի փաստ՝ հայոց բանակի, հաղթական բանակի կազմավորման օրը 94-րդ տարեդարձը։ Թող բարձրյալի Սուրբ աչքը պահապան և զորակից լինի հայ զինվորին իր նվիրական առաքելության մեջ։ Մաղթում եմ ձեզ խորքային և հիշարժան դիտում։ Ողջույն, նորին գերազանցություն կինո։ Սահականուշից հետո պիտի լրես։ Գիտեք, երբ խոսում էր գործադիր պրոդյուսերը, ես սենց նայեցի մեծ քանակություն է այստեղ։ Այս դահլիճը աթոռներով հավելյալ 140 հոգի է վերցնում, բայց հիմա նայում եմ կանգնած մարդիկ 160 հոգի մարդ կա այստեղ։ Որ իմանայինք մեծ դահլիճ ունենայինք, բայց որոշել էինք, որ սենց մտերմիկ, միայն այնքան ուզեմ այսպես բերևից սկսած բոլորի անունները տալ, որտեղ այնքան հարազատ մարդիկ կան այստեղ։ Ձեր անուններ չեմ ուզում տալ, որովհետև հետո գիտեք չէ, հետո կներանայի, ոնց իմ անունը չտվեցիր։ Հաշվեք, որ բոլորիդ անունները տվել եմ։ Բայց ուզեմ այսօր անպայման նշել, որովհետև այս ցուցադրությունից հետո մենք բարձրանում ենք Բուխար դահլիճ, այնտեղ կլինի հյուրասիրություն, եւ մենք այսօր ճաշակենք Անդրանիկ Գրիգորյանի
եւ Վարուժան Մուրադյանի գինիները, իրենց արտադրած գինիները։ Ինյան Հենդրով կազմակերպության սուշիները եւ Գրեպերի սրճարանի մյուս ուտեստները։ Իմ խորին երախտագիտությունն է ձեզ եւ իմ խորին երախտագիտությունը իմ հրաշալի ընկերոջով։ Քանի տարի գիտեմ քեզ, Գարսիկ, 50 ավել 50 տարուց ավել։ Գարսիկն ասեց, այսօրվա կազմակերպիչը ես եմ, բայց այնքան ինքը զբաղված մարդ է, որովհետեւ իր հրավերով է այստեղ եկել մեր լեգենդ Ռոման Գուրգենիչ Բալայանը, որի համար բոլորս մենք ուրախ ենք, որ այսօր դահանջանստեղ է։ Եվ դեռ ժամանակակրկել այսօր էլ կազմակերպի ես ամեն ինչը։ Ես վերջերս Երուսաղեմում էի, ընդամենը 3-4 օր առաջ եմ եկել, Երուսաղեմի խմբից շատ մարդիկ կան, որ եմ ուրախ եմ, որտեղ մենք անմոռանալի օրեր ենք անցկացրել Երուսաղեմում, իսկապես անմոռանալի, որովհետև մանավանդ ինձ համար, երբ որ իմ ամբողջ կյանքը կապված է հայրենիքին եւ նոր կտակարանի եւ իմ ֆիլմերը գիտեք բիբլիական թեմաներ են բան, այնտեղ այդ տիրանը Հունաստանում ասաց դուք պարտադիր կլինեք Երուսաղեմում, որովհետեւ նոր թեմայով ընդդեղից կվերադառնանք ով, բայց դուք պարտավոր եք լինել, գոնե մեր Տեր Հիսուս Քրիստոսի գերեզմանին, Սուրբ Մարիամ Աստվածածնի գերեզմանին ու հոգիս փառավորված է եկել ընդդեղից եւ այդ խմբից մեծ մասը այստեղ ուրեմն նստած են կատաղորականներ, արվեստագետներ։ Շնորհակալ եմ բոլորիդ։ Ես ձեզ ցանկանում եմ բարի վայելում եւ եւս մի անգամ իմ խոնարհում այս հրաշք մարդկանց հարապատի ավելի շատ են նրանք, բայց այսօր տարբեր պատճառներով չեն եկել։ Այստեղ չի օպերատոր Արտուր Ուսյանը, որը հրաշալի անձնավորություն 3 ֆիլմ ենք իրար հետ արել եւ շարունակելու ենք իրար հետ։ Եվ Գուրգեն Խանջյան այս ֆիլմի սցենարը գրվեց իմ ու Գուրգեն Խանջյանի հեղինակած պիեսի էկրանավորումն է սա, այդ պիեսի մոտիվներով։ Պիեսը կոչվում էր Ձայն դրության կամ 6-րդ պատվիրանը, ֆիլմը կոչվեց Ձայն դրության։ Ձեզ բարի վայելում, ներող կլինեք, մեր մտքով չէր անցնում, որ կարող է իսկապես շատ մեծ մտերմիկ ցուցադրություն էինք ուզում անենք, բայց չգիտեինք, որ ով ափերից կարող է դուրս գալ ու սենց ջրհեղեղ լինի։ Ներող կլինեք, մանավանդ դուք, ովքեր ոտքի վրա կտինային։ Շնորհակալ եմ բոլորիդ, ֆիլմի ավարտից հետո Բուխարի դահլիճ, եթե տեղը չգիտեք, ձեզ ուղեկցեմ, բարձրանում ենք վերև, նաև իմ հրաժեշտի երեկոն է, որտեղ 3 օր հետո ես գնում եմ, հուսով եմ, որ կվերադառնամ մի քանի ամիս հետո եւ կամավն Աստծո կսկսենք նոր ֆիլմ, որին շատ կարոտել եմ, որովհետև ես վերջի 10 տարին ցավոք սրտի ֆիլմ չեմ արել, դա ինձ համար մեծագույն, եթե չասեմ ողբերգություն է, իսկապես խորը ցավ է ինձ համար, բայց թող կամավն Աստծո իսկապես ավելի լավ լինի ու սկսենք։ Իսկ եթե ազատ տեղեր կա, ես ձեզ խնդրում եմ, հա, բանանեք, հա։